Բարելույս սիրելիներս, ես եւս շատ կարոտել էի ձեզ եւ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ՝ միացեք մեզ առաջին ծրագրին, որովհետեւ իսկապես այս տոնական օրերին ավելի գրավիչ են դառնում բոլոր հաղորդումները, բոլոր ֆիլմերը եւ այսպես ձգում է հեռուստացույցը ձգում է, որպիսի մեկ գավաթ, տաք գավաթ սուրճով կամ ընտիր նախաճաշով նստես հեռուստացույցի առջև եւ վայելես այդ ամենը։ Սիրելիներս, ողջունում եմ, ես էլ ձեզ բոլորից շատ կարոտել էի, շատ ջերմագին ողջուններ, համբուրներ, գրկիկներ եմ ուղարկում ձեզ եւ ասում եմ իհարկե մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք նաեւ օրվա բաղադրատոմսը։ Քանի որ բոլորս շատ խառն ենք, գնում ենք գնումների ամանորյա այս թողու բոհի մեջ ենք, օրվա ասես առօրյայի համար պատրաստվող այդ ուտեստները մի փոքր ուզում ես արագ տարբերակով լինեն, շատ արագ ուտեստներ պատրաստես, որպեսզի հասցնես օրվա բոլոր գործերը։ Եվ այսօր պատրաստելու ենք շատ հեշտ տարբերակ, որը ինձ թվում է երեխաներն էլ արդեն տանն են, շատ նրանց դուր կգա, եւ մի քանի բաղադրիչ է պետք այս համեղությունը ստանալու համար։ Մենք ունենք լավաշ, լավաշն է հիմքը լինելու, լավաշի վրա ուրեմն փռելու ենք բոլոր բաղադրիչները, այսինքն այստեղ ունենք երշիկ, ունենք պանիր, ունենք արդեն եփված եւ քերիչով անցկացված գազար, ունենք խաշված հավկիթներ, այստեղ ունենք թթվասեր, չաման, որը միախ առնելու ենք սոուս ենք պատրաստելու, տրորելու ենք լավաշի վրա ամբողջությամբ եւ այս բաղադրիչները հերթականությամբ շարելով լավաշը փաթաթելու ենք եւ տեղափոխենք ջեռոց։ Այսինքն մի քանի process կա, բայց հավատացեք շատ արագ պատրաստվող է։ Պարզապես պետք է նախապես բաղադրիչները ունենալ ձեռքի տակ, որոշակի կարելի է ուղղակի հասցնել եփել գազարը եւ հավկիթը, իսկ երշիկը ամենահեշտ տարբերակն է։ Եթե ուզում եք ավելի հագեցնող, ավելի այսպես ճոխ մի բան ստացվի, կարող եք պարզապես մսամթերք օգտագործել։ Ոնց որ թե շատ խոսեցի, դեռ շատ գործ ունենք անելու, այդ ընթացքում եւս կզրուցեք, խոսքս փոխանցեմ մեր շատ սիրելի գործընկերներին եւ հետո կշարունակենք։ Դե ինչ սիրելիներս, անցնում ենք գործի, ինչ է մեզ անհրաժեշտ, եւս մեկ անգամ կկրկնեմ օրվա բաղադրատոմսը, թե ինչ մթերքներ են մեզ անհրաժեշտ այսօր այս հեշտ պատրաստվող եւ շատ համեղ հագեցնող ուտեստը։ Ուրեմն, ինչպես ասացի, մեզ պետք է լավաշ, այսինքն հիմքը լինելու է հենց լավաշը, 1 կտոր գավաթ, 1 կտոր ներողություն եմ խնդրում, լավաշ, այստեղ այս գեղեցիկ գավաթները շարելով միտքս գնաց այդ կողմ։ Ուրեմն, տեսեք, եթե ընտանիքի անդամները շատ են, այսինքն մեծ ընտանիք է, բնականաբար 1 լավաշը չի բավարարի, մի քանի լավաշ է պետք։ Կարող եք նույնիսկ լավաշները 2 լավաշ այսպես իրար միացնելով այս բոլորը ուրեմն շարել կամ ավելի մեծ չափի լավաշ վերցնել։ Ուրեմն հիմքը լինելու է լավաշը, այստեղ ունենք բժշկական երշիկ, կարող եք այն փոխարինել որևիցե մսամթերքով կամ ձեր նախընտրած երշիկով։ Այստեղ ունենք պանիր, խաշած գազար, խաշած հավկիթ եւ իհարկե սոուս ենք պատրաստելու, այստեղ ունենք թթվասեր եւ ունենք չաման։ Հիմա ես հացը դնում եմ առայժմ մի կողմի վրա եւ անցնում ենք գործի։ Ինչ ենք անելու, սիրելիներս։ Մեզ քերիչ է պետք, մեզ ամանիկներ են պետք, որպեսզի մենք երշիկը քերիչով անցկացնենք։ Եվ իհարկե պանիրը պետք է քերիչով անցկացնենք եւ դրա համար մեզ պետք է իհարկե ձեռնոց, այսպես, ահա, շատ արագ փորձենք քերիչով անցկացնել երշիկը եւ իհարկե ընթացիկ կանցնեմ սոուսի պատրաստմանը։ Այսպես։ Ադրինե, ողջույն։ դու մեզ սոված էիր թողել երեք։
Ես իհարկե մեղքս ընդունում եմ։ Այո, բայց դե ոչինչ։ Մայրես պետքա տանը լինես, որոշակի գործեր անես, մենք դա հասկանում ենք, ընդունում ենք, ընկալում ենք։ Բայց մենք էլ ենք, չէ, մեղքադրին։ Այսօր սխալների ում կլինի եւ համեղություններ ես պատրաստում։ Եվ մենք բոլորով այս համեղությունը կճաշակենք եւ մեր հերոսադիտողին օրվա բաղադրատոմսը իհարկե կհուշենք։ Նրանց համար էլ միգուցե հեշտ կլինի արդեն կողմնորոշվել օրվա ընթացքում ինչ պատրաստել ու շատ լավ է որ կարողանամ այսօր օգնության ձեռք մեկնել այսպես ասած Ինչ ենք անում Արի հիմա սոուսը պատրաստենք այստեղ ունենք այս գավաթի մեջ ունենք ուրեմն թթվասեր սիրելիներս չամանը պատրաստի վիճակում գնում ենք խանութից ահա այստեղ ավելացնում ենք այո չամանը խառնում ենք որպեսզի այս սոուսը տրորենք լավաշի վրա։ Իմիջիալոց շատ համեղ համադրություն է, չամանը եւ թթվասերը, շատ տոնական նաեւ, այսպես հուշում է տոների մասին։ Ահա։ Այ էս։ Բնինչիկն է պատրաստել ես արդեն։ Պատկերացրու չեմ հասցրել։ Բայց գիտես ինչու չեմ շտապում, որովհետեւ մայրիկս հաստատ պատրաստելու է եւ այսպես Առաքում ապահովի մեր տուն, այնպես որ ես շատ հանգիստ եմ այդ առումով։ Շատ լավ։ Ես ինչով օգնեմ։ Մենք պետք է նաև այս պահին կարծում եմ օգնություն պետք չէ, ես ընթացիկ արդեն համարի ամեն բան պատրաստ եմ, մեզ մնում է քերիչով անցկացնել հավկիթը եւ պանիրը ու սկսել դասավորել այս ամենը։ Դե դու դասավորի, իսկ ես հերոստատիտողին ասեմ, որ եթե ես ընթացքում ազատ ժամանակ ունեք եւ կամ տոներին, հա, որովհետեւ մոտավորապես 3-4 օր բոլորը ազատ են լինելու, բացի հյուր գնալուց կարող եք կազմակերպել օրինակ շատ հետաքրքիր կինոդիտում ձեր երեխաների հետ, որովհետև ավատարը արդեն թատրոնի էկրաններին կա եւ նոր կարող եք գնալ դիտել, ես օրինակ պատրաստում եմ դա անել, շատ կարևոր ու հետաքրքիր ֆիլմ է եւս մեկ անգամ, որը տոնական տրամադրություն կտա եւ արդեն դուրս է եկել Քրիստոֆեր Նոլանի Odyssey ֆիլմը, հա, որը լինելու է հուլիսի 17-ին 26 թվականից Իզերն է դուրս եկել դե։ Ամռանը, այո։ Ըստ Իզերի բավականին շքեղ ու հետաքրքիր ֆիլմ է սպասվում, այնպես որ սա նույնպես լավ է։ Ճիշտն ասած, ներողություն եմ խնդրում, ճիշտն ասած երեք լսեցի, որ ավատարը արդեն էկրաններին է, չգիտեի ես այդ մասին, ինձ էլ շատ հետաքրքրեց, կարծում եմ պետք է գնալ նայել, որովհետև ամանորյա օրերին ասես այդ կլինի նվեր, այնպես որ կարող եք նաև տոմսեր նվիրել ձեր սիրելի մարդկանց, որպեսզի գնան եւ դիտեն։ Դե նվերների առումով, այո, արդեն շատերը նախապատրաստել են նվերները, որոշակի այսպես գաղտնիությամբ, հետաքրքրությամբ, դե չմոռանանք ամենակարևորի մասին, որ ամենակարևոր նվերը դա ձեր սերն ու ջերմությունն է, որը պետք է նվիրել յուրաքանչյուր օր ու կապ չունի դա տոն է, թե տոն չէ, ամենակարևորը, որ այդ մարդիկ ձեր կողքին են միշտ ու կարիքը կա այդ սիրո ու ջերմության։ Միանշանակ դա այդպես է սիրուց, ջերմությունից, ուշադրությունից, նրբանկատությունից առավել բան երևի թե չկա այս կյանքում։ Իհարկե նյութական այդ գեղեցկությունները շատ մեզ առավել էմոցիաներ են պարգևում, բայց դա չես փոխարինի այն սրտից բխող սիրո եւ ջերմության հետ։ Այնպես որ իհարկե եւ ամանորը նպաստում է որ այդ բոլորը արտահայտվի երկուսը մեկտեղ եւ սերը եւ այդ այսպես առարկայական մոտեցումները ջերմությունը ստիպում են օր տարին ամանորը որ այդ բոլորը մեկտեղում դու արտահայտես Ինչ լավ է։ Դե չմոռանանք նաև եթե Secret Santa-ներ եք խաղում, մենք իհարկե մեր թիմով խաղացել ենք եւ ամսի 25-ին արդեն կամփոփենք արդյունքները, այնպես որ այո, դուք էլ խաղացեք, դուք էլ եւ կարեւորը այն չէ որ ինչ կնվիրես, ինչքան ինչ մեծության, ինչ արժեքի, պարզապես այդ էմոցիաների փոխանակում էմոցիան է ոչ մի iPhone Ինչ է Ադրինե ջան, չեմ կարող ես իմ էմոցիաները խնդրեմ, որ Իհարկե կարող ես։ Այդ էմոցիաներն եմ Սուրեն ջան, դու արժանի ես, 17-ը ինչ 179 ես արժանի։ Այդ 100 տարի հետո Ադրինե, երբ որ արդեն կլինեմ ծեր պապիկ։ Ինչ ենք անում, քերում ենք պանիրը։ Այո, մեզ շատ քիչ գործ մնաց այս նախապատրաստական աշխատանքը կատարելու համար ու վերջում արդեն հավաքենք մեր խոստացված այդ ռուլետը, ռոլը, որը այո
որը կտեղափոխենք ջեռոց, այնտեղ ջեռոցում մի քանի րոպեների ընթացքում արդեն կդառնա խրթխրթան եւ համեղ։ Փոքրիկ հուշում քեզանից մեր հերոստատողներին, հիմա բոլորի մոտ այն բաստուրմա դնելու process-ն է, խոզիկի ազդրի։ Այո, խոզիկի ազդրի, բուդիկի, հա։ Բաստուրմա դնելու process-ը։ Ունես հատուկ ինչ որ բաղադրատոմս կամ տարբերակ այդ առումով։ Ես շատ սիրում եմ մայրիկիս պատրաստած տարբերակը, համարյա այդպես ենք պատրաստում մշտապես, այն մի քանի օր, իհարկե կարծում եմ մեր հանրությունը բոլորն էլ հենց այդպես են պատրաստում, այն մի քանի օր մնում է աղաջրի մեջ, նույնիսկ մայրս հիշում եմ շատ ծանր, այս ծանրոց էր դնում, այո, որ ամբողջությամբ այդ նյութերը դուրս գար միջից, հետո արդեն անցնում էր մշակման, համեմունքներով եւ այլն, մշակում էր հայրս, այդ process-ը հայրս էր անում, անցք էր բացում մսի մեջ, որպեսզի գազարը, սխտորը այդ ամենը կարողանային ուրեմն տեղավորել այդ մսի մեջ եւ իհարկե առաջին հերթին այն մեծ կասայի մեջ մայրս տապակում էր երկու կողմից, հետո մի փոքր ջուր ես լցնում, ուրեմն դափնու տերևով, պղպեղներով եւ այդ հոտավետ համեմունքներով մի փոքր գոլորշիով եփվում էր, հետո նոր արդեն 4-ից 6 ժամով տեղափոխում էր ջեռոց։ 4-ից 6 ժամ։ Այո, շատ հրաշալի համեղ նրբահամ մի բան է ստացվում, հրաշք ուղղակի։ Ես սիրում եմ, որ այդ որ պատրաստում են մի քիչ չորանում են, որ sense կորոչկայում են, այսպես չոր է լինում միսը, ես դա եմ սիրում։ Ես չեմ սիրում փափուկ, որ կիսա եփա լինում արյունը մեջը։ Նո, շատերը շատ սիրում են դա ռեստորանում եւ մեզ մի քիչ եփված արյունը մեջը, ես դա չեմ սիրում։ Դա ուրիշ տարբերակ է, բոլորովին այդ ազդրամասի հետ կապ չունի, դա լրիվ ավելի կտոր սթեյքներին է վերաբերվում, դա որ կիսաեփ լինի կամ ամբողջությամբ եփված լինի, բայց կոնկրետ ազդրամիսը պետք է իսկապես լավ եփվի եւ այդ process-ը, երբ ես ասում եմ տապակվում է, հետո քանի ժամով տեղափոխվում է ջեռոց, կեղև է ապահովում, բայց ներսը, այսինքն մսի մեջ լինում է շատ փափուկ եփված վիճակ։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե այս բաղադրատոմսը չնայած կարծում եմ բոլորս հենց այդպես են պատրաստում, կարծում նաև ունի իր հետաքրքիր ինչ որ մի համեմունք արանքում տալիս է, կա, որը շատ հետաքրքիր է դարձնում։ Դու այստեղ արդեն քերիչով անցկացրեցիր ամեն ինչ, եթե ինչ որ բան ավելացնելու կարճացնենք, եթե չէ, ապա փոքրիկ դադար ու նորից հետ գանք։ Այո, ես ամբողջությամբ պատրաստ եմ, մեզ մնում է միայն այսինքն հավաքելու։ Դե արի հիմա փոքրիկ դադար լինի մեր եթերում, հետո հետ կգանք եւ Ադրենն արդեն քայլ առ քայլ կասի ինչը որից հետո։ Դե ինչ սիրելիներս, արդեն հասանք այն պահին, որ պետք է իմի բերենք մեր օրվա բաղադրատոմսը։ Ահա, ես արդեն պատրաստել եմ լավաշը, հիշում եք, այստեղ ունենք թթվասեր եւ չաման, որևէ համեմունք այստեղ չենք ավելացնում, որովհետեւ չամանը ինքնին արդեն համեմունք է։ Հիմա փորձենք տրորել այն լավաշի վրա։ Այսպես, վրձնի օգնությամբ փորձենք տրորել այն։ Սիրելի Ադրինե, ողջույն, շատ էինք կարոտել։ Փոխադարձ սիրելիս, ես էլ ձեզ բոլորիդ շատ կարոտել էի եւ այսօր կանենք սխալների ուղում։ Միասին շատ համեղ կճաշակենք այս համեղ ուտեստը, կզրուցենք, ես կհարցնեմ թե երեք ինչ եք արել, չնայած աչքի պոչով ես հետևել եմ եթերին, դուք շատ գեղեցիկ եք եւ ունեիք հրաշալի հյուրեր, հատկապես երեխաները ինձ գերեցին իրենց խոսքերով, իրենց տաղանդով, իրենց գեղեցկությամբ, ես շոյված էի, շատ զգացված էի, որ այսպիսի տեքստեր էին ասում եւ կենացներ երեխաները, որը մեզ շատ գրավեց երեք եւ քո սերն ու ջերմությունը էկրանից այն կողմ գալիս էր մեզ, որովհետեւ այո, ես գում էի եւ հեռուստադիտողների սերն ու ջերմությունն էլ է գալիս, որովհետեւ պարբերաբար երբ փողոցում կամ տաքսու վարորդը շատ այսպես հաճոյա խոսումը շատ հաճելի է եւ հասկանում ես, որ յուրաքանչյուր առավոտ իզուր չես արթնանում, որովհետեւ իսկապես շատ բարդ է շաբաթը 5 օր առավոտ շուտ արթնանալ եւ
շատ գեղեցիկ եւ շատ կազմ պատրաստ լինել եթերի։ Այո, առանց հեռուստադիտողի ես շատ եմ այս մասին ասել, այսօր էլ կկրկնեմ, այստեղ անելիք չունենք եւ մենք մեծ թիմ է այստեղ աշխատում, բոլորը իրենց տեղում իրենց աշխատանքը կատարում են եւ յուրաքանչյուր առավոտ փորձում են ձեզ լավ էմոցիաներ փոխանցել եւ մենք ձեզ շնորհակալ ենք շատ, որ այդպիսի լավ էմոցիայով էլ արձագանքում եք մեր բոլոր կատարած աշխատանքները։ Սա շատ հրաշալի բան է։ Եվ ես երեք հեռուստադիտողի դերում էի եւ շատ հաճելի էր։ Հաճելի էր։ Շատ, իսկապես հաճելի էր, հատկապես երբ այո, հրաշալի հյուրեր են լինում, հրաշալի զրույց է լինում, իսկապես շատ։ Ես ինքնակազմակերպվեցի, ոչինչ։ Շատ լավ է։ Կարող ես այո, ավելացնել։ Ես էլ այսպես քեզ հետևելով, այսպես հերթականությամբ կավելացնենք բաղադրիչները։ Սիրելիներս, առաջին հերթին ուրեմն տրորեցինք այս սոուսը, հետո պանիրը լցրեցի, Սոնան հիմա երշիկն է լցնում, ես վրան կավելացնեմ քերիչով անցկացված գազարը իմիջայլոց խաշած տարբերակով է, սակայն կարող եք թարմ վիճակում պարզապես այսպես շատ մանր անցքերով քերիչով անցկացնեք եւ ավելացնեք։ Չոճելի գույն ավելացրեց գազարը։ Այո, գազարը, այո, շատ տեղին է եւ իմիջայլոց վիտամին է, չմոռանանք դրա մասին, որ պետք է այս վիտամինային փնջից օգտվել։ Այո, կարող ես հանգիստ ավելացնել, Սոնա ջան։ Տեղերը, որոնք բաց են մնացել, ճիշտ ես։ Ադրինե, իսկ կարող եմ հարցնել, դու արդեն տանը որոշակի գործողություններ, ես ճշտեցի առավոտյան արդեն սիրելի հեռուստադիտողներ, որ Ադրինեն եւս զարդարել է տան եղևնին։ Դա գոնե հասցրել է եւ բացի այդ ուրիշ աշխատանքներ արվել են, թե դեռ ոչ։ Դեռ ոչ, որովհետև շատ բուրըն աշխատանքային պրոցես։ Հայերը սիրում են այդպես նոյեմբերից պատրաստվել տոնական օրերին, բայց կարծում ժամանակ կա։ Ինձ մոտ այս վերջի տարիներին չի ստացվում այդպես շատ ավելի շուտ պատրաստվել, քանի որ աշխատանքային պրոցեսներն են շատ ինձ մոտ եւ այս տոնական օրերին գիտես նկարահանումներ եւ այլն եւ այլն։ Ունես մի քանի ընտանիք, որովհետեւ Սուրենը միայն բավական է, որպեսզի դու չհասցնես տանը գործ անել։ Ինձ հաճելի է լինել այսպիսի թոուբոհի մեջ, տան աշխատանքներով եմ դեռ զբաղված, այնպես ուտեստների հետ կապված դեռ որևէ աշխատանք չեմ կատարել, չեմ հասցրել, բայց երևի եկող օրերի ընթացքում արդեն կամաց կսկսեմ դասավորել մյուս գործերը։ Սիրելիս, կարող ես այս պանիրը եւս վերջնական ավելացնել այս ամենի վրա։ Մենք այստեղ մի փոքր սիրելիներս կավելացնենք սև պղպեղ, մի աննշան աղ, այո, եթե այո, աղն ու պղպեղը փոխանցես, շատ շնորհակալ կլինեմ։ Այո, շնորհակալություն, սա էլ դնենք այստեղ, սիրելինես հենց ձեռքով էլ ավելացնելու եմ։ Եվ մեր տոնական եթերներն են լինելու շուտով եւ մենք լինելու ենք դեկտեմբերի 30-ին եւ 31-ին եւս առավոտյան եթերում, այնպես որ անպայման կհետևեք։ Բայց մինչ մենք վերջացնենք այս աշխատանքը, կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, մեզ մնաց շատ քիչ գործ կատարելու։ Ահա, պատրաստել լավաշը, որի հիմքը ուրեմն դարձավ այն սոուսը, որը պատրաստվեց թթվասերով եւ չամանով, այն տրորեցինք լավաշի վրա, վրան ավելացրեցինք պանիր, ավելացրեցինք երշիկ, գազար, նորից մի շերտ պանիր ավելացրեցինք, հավկիթ ավելացրեցինք եւ իհարկե մեզ մնացել է միայն այն փաթաթել, վերածել ռոլի եւ տեղափոխել ջեռոց։ Ահա։ Զգուշությամբ փորձենք այն փաթաթել։ Այսպես։ Ահա, սիրելիներս, ես կբաժանեմ երկու մասի, կդնեմ թավայի մեջ եւ իհարկե կտեղափոխենք ջեռոց։ Սիրելիներս, կարող եք վրան տրորել հավկիթ, ավելացնելով քունջուտ, ավելի ճոխ եւ հետաքրքիր դարձնել այն եւ իհարկե վայելել։ Մեզ պետք է ընդամենը 10-ից 12 րոպե ջեռոցում տաքացնել այս համեղ ռոլը, որովհետեւ ամբողջությամբ բաղադրիչները եփված են։ Ահա, սիրելիներս, կարծում եմ օրվա համար շատ հարմար տարբերակ է այս թոհուբոհի
գյուղի մեջ կարող եք այսպիսի հեշտ արագ պատրաստվող ուտեստներ պատրաստել եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Սիրելիներս, առայժմ այսքանը, հետո վերջում արդյունքը կտեսնենք եւ կվայելենք։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս։ Դե սիրելիներս, մեր այսօրվա ռոլը պատրաստ է, այսօրվա շատ համեղ բաղադրատոմսը պատրաստ է։ Եկեք տեղափոխենք մատուցման ամանի մեջ եւ իհարկե վայելենք։ Հիշեցնեմ, որ լավաշի մեջ փաթաթել ենք բազմապիսի մթերքներ, հավկիթ, երշիկ, գազար, պանիր, այն համեմել ենք շատ համեղ սոուսով, թթվասերով, չամանով սոուս ենք պատրաստել եւ տեղափոխել ենք ջեռոց։ Ինչպես ես ասել էի, կարելի է վրան տրորել հավկիթ կամ բուսայուղ եւ ցանել քունջուտ, հենց այդպես էլ արել եմ։ Սիրելիներս, մեզ մնացել է միայն վայելել այս համեղությունը եւ իհարկե շարունակել օրվա թողու բողը։ Ահա այսպիսի համեղ ռոլի տարբերակ, որը անպայման պատրաստեք եւ վայելեք։ Սիրելիներս, լավ մնացեք, ձեզ հետևեք, շարունակեք ձեր գործերը եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։